Եթե նիստը կայանա, ամեն հավանականությամբ մեր խմբակցությունը կառաջարկի իմ թեկնածությունը, այսինքն եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները ներկայանան քվորում լինի, մենք խմբակցությունով ունենք նման որոշում։ Բայց տեղեկություններ կան, որ չի ներկայանալու եւ արդեն 17:00-ից Ես ինքս էլ ունեմ նման տեղեկություն, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության հավաքանու անդամները տապալելու են նիստը, բոյկոտ, այսպես ասած, իրենց ասելով բոյկոտելու են, բայց հույսով եմ դեռ մինչև 5:30 մենք ժամանակ ունենք սպասելու, մինչև 5:30 սպասենք, տեսնենք։ Արդեն հայտնի է, թե իրենք ում են դիտարկում որպես քաղաքապետ, Արգիշտի Մեխակյանի մասին է խոսքը, նույնիսկ Խոյ համայնքն են պատրաստվում միացնել եւ խոշորացնել Էջմիածինը, որպեսզի ինքը այդտեղ հնարավորություն ունենա քաղաքապետ ընտրվի, այնտեղի գրանցում ունի կարծես թե։ Բնականաբար Արգիշտի Մեխակյանը եղել է Խոյ համայնքի համայնքապետը, այս համայնքների խոշորացումը բացառապես մենք դիտարկում ենք քաղաքական ենթատեքստում, բացառապես այլ խնդիր չկա, հակառակ դեպքում 21 թվին, եթե սա համայնքների շահերից ելնելով այս խոշորացումը 2021 թվականի ընտրությունների, թիմ ընտրությունների ժամանակ ինչու չխոշորացվեց, հակառակ դեպքում ինչու Արաքս համայնքը չի խոշորանում, չի միանում Վաղարշապատ համայնքին, եթե միայն Խոյն է միանում, այո, 17 գյուղական համայնքով։ Այսինքն դա արվում է, որ ընտրեն։ Այո, դա արվում է, որպեսզի իրեն կարողանան, իմ կարծիքով, բավարար ձայներ փորձեն ապահովեն, իրենց կարծիքով քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարծիքով իրենք այնտեղ ունեն որոշակի ընտրազանգված, որ իմ կարծիքով այդպես չէ, վստահ եմ, որ եթե այդ սցենարով գնաց ընտրություններ եղավ համայնքի, մենք դա բոլորս կտեսնենք։ Ստացվում է, որ իրենք կայանա, հետո ինչ է կանելու, ինչ է ընթացակարգի, ինչ է դերում։ Ընթացակարգի մենք 1/3-ի պահանջով նաև եւս մեկ նիստ կպահանջենք նույն օրակարգով համայնքի ղեկավարի ընտրության մոտ օրերս մոտ 10 օրվա ընթացքում, եթե դա էլ չկայանա, ինձ թվում է արդեն իրենք այսօր նաև հայտարարել են տարբեր լրատվամիջոցներով, որ Արմավիրի մարզպետին նշանակելու են Վաղարշապատ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար։ Ես ուզում եմ ուղղակի հասկանամ այդ դեպքում ուր է իրանց փրայմ երիզները, այն ժողովրդական բաստիոնը, որ կար իրենք համայնքներում, Գյումրիում, Փարաքարում փրայմ երիզով ընտրեցին, այո, Գյումրիում ժողովրդի կողմից թեկնածուներ, տվյալ դեպքում ինչի էջմիածնեցիներին դա չեն հարցնում, ինչա էջմիածինը այդքան չեն սիրում, թե գիտեն, որ Էջմիածնում իրենց ռեյտինգը բավականին ցածր, պատմական նվազագույնի է հասել։ Այսինքն իրենք բնականաբար ցանկացած Էջմիածնեցու համար եկեղեցու թիրախավորելը դա շատ ցավալի փաստ է եւ Էջմիածնեցիները իրենք տարբեր հարթակներում, թե մասնավոր զրույցներում, թե նորը Վեհապար Հայրապետին, երբ որ գնացել էինք Զվարթնոց օդանավական դիմակայանում, իրենց մեծ մասնակցությունն են ունեցել եւ վստահ եմ, որ շարունակել։ Բոլոր քաղաքներից առավել էջմիածնեցիները առավել զգայուն են եկեղեցու հանդեպ ցանկացած հարցի շուրջ։ Ինչ է կանելու որպես սա քաղաքական ուժի ներկայացուցիչ, որ ասում եք կա սցենար, որ Արգիշտի Մեխակյանին վերեն նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար, հետո ընտրություններում ինքը հաղթի, որոնք են լինելու ձեր գործողությունը։ Չէ, ես չեմ ասում ինքը հաղթի, ես ասում եմ դա իրենց սցենարն է։ Մենք ամենայն հավանականությամբ, եթե հավաքանու նիստերը տապալվեն մինչև սահմանված ժամկետը չլինի եւ նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետեւ պետք է համայնքների խոշորացումն անեն եւ տեղի ունենա արտահերթ ընտրություններ նախնական, այսպես ասած, լուրերով, դեռևս պարզ հաստատված չի պաշտոնական չի, նոյեմբերի 16-ին պետք է տեղի ունենա թիմ ընտրություններ։ Մենք ամենայն հավանականությամբ մենք մեր թիմով մասնակցելու ենք այդ ընտրությունների եւ Ոչ, ավականին շարունակում է, որքան գիտեմ աշխատել, որպեսզի համայնքի աշխատանքները չխաթարվի, մինչև նոր ընտրություններ, նոր համայնք ղեկավարը։ Ես ինքս էլ դա չեմ կարողանում հասկանալ, որովհետև ստացվում է ժամանակավոր պաշտոնակատարը մի մարդ, որը նախ այս համայնքից չի, մինչև խոշորացումը, լավ, սենց Ոչ, Արգիշտի Մեխակյանը Խոյ համայնքից է, Վաղարշապատ խոշորացված համայնքից չի, բացի այդ նա չի լինելու ավականու անդամ, չի ունենալու ձայնի իրավունք, այսինքն ստացվելու է մի process, որ ավականու նիստերը վարելու է մի մարդ, որ պարզապես կառավարության որոշումով ուղղակի նշանակված է, ոչ մի կապ չունի մեր համայնքի հետ։ Եթե պատկերավոր ասենք, զավթելու են Էջմիածնի քաղաքապետարանը մինչև ընտրությունները իրենց թեկնածուին անցկացնել։ Այո։ Ինչ այո։
Ինչ Զավթել։ փորձելու են զավթեն, այսինքն կառավարության որոշումով նշանակելու են եւ շարունակեն իրենց աշխատանքը, ոնց իրենց քաղաքացիական պայմանագրով որոշել են։ Բայց մենք վստահ կարող եմ ասել, որ գործուն մասնակցություն ունենալու ենք եւ հասնելու ենք հաջողության։ Այդ սցենարի մասին ձեզ որտեղից է հայտնի։ Եվ հայտնի է դարձել հիմնականում մամուլից, նաև իրենց ԿՊ-ականներն են հենց մամուլով խոսել, ես ինքս տեսել եմ այսօր էլ հենց այդ սցենարի վառապացույցը նաև որ արդեն մոտ 10 րոպե անցել է նիստից ոչ մի ԿՊ-ի ավականի չի ներկայացել։ Եթե վարկանիշ չունի ԿՊ-ն Էջմիածին, ինչպես եք պատկերացնում, որ ընտրություններում կարող են Փորձելու են այս ընթացքում հին մեթոդներով առաջ գնալ, ասֆալտը եւ այլ։ Հիմա տեսեք, մեր քաղաքը կատեգոր խայտարակ վիճակի մեջ է, փողոցները քանդած եւ այլն, գործ չի արվում, քանդել են, որպեսզի շարունակեն բարեկարգեն, բայց այս բանին աշխատանքներ չի գնում։ Իմ կարծիքով սպասում եմ, որպեսզի իրենց ժամանակավոր պաշտոնակատարը գա եւ փորձի այդ ընթացքում, այո, սկսի աշխատանքները, այնտեղ կնկարվեն այդ աշխատանքների շուրջ, տարբեր այդպես սայթերով կգնան։ Խոշորացման պարագայում Ընդդիմադիր ֆրակցիաները այս պահին միավորված եք։ Այսպես ասած, այս բանին դες միավորվելու որևէ բան չկա, մենք իրար այդ համատեղ նիստ չենք արել, չենք քննարկել, բայց ընդհանուր այսօրվա նիստի կայացման համար, եթե եկել են մյուս հայրենատեր խմբակցության անդամները, կարծում եմ իրենք էլ կողմ են, որպեսզի նիստը կայանա, որովհետև սա Էջմիածնի ապագայի հարցն է։ Փաստացի ստացվում է, որ Էջմիածնի ԿՊ-ի ավականու անդամները իրենց չգալով այսօր որոշում են մեր քաղաքի ճակատագիրը։ խոշորացման պարագայում, հա, տոկոսային հարաբերակցությամբ ձայները ինչպես կդասավորվեն ձեր կողմից։ Ճիշտն ասած, Եթե խոյեն միանը, չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց ըստ նախորդ ընտրությունների ընտրողների ցուցակով շաբաթ խոշորացված համայնքում մոտ 45000 ընտրող է, խոյում մոտ 21500։ եղանակ չի ստացվում։ Եթե ձեր ներկայացած Ես վերջին ընտրությունները ուսումնասիրելով քվերն եմ տեսել, դարձա։ Այսինքն ընդդիմության միասնական մեկնադրի մասին այս բանի վաղ է խոսել, ոնց հասկացա։ Իհարկե, ընդդիմության միասնական տեխնացի վաղ է խոսել, բայց մենք մեր թիմով ոնց որ 2021 թվականին ենք մասնակցել, ամենայն հավանականությամբ մենք լինելու ենք process-ների մեջ եւ ակտիվ մասնակցել։ Այդ թվում փողոցային պայքար կարող է այստեղ գեներացվել, Չեմ կարող որտեղ եթե իրենք իրենց տեխնացին ամեն ինչ անել են, միջև ընտրությունները բերեն քաղաքապետարան, ինչպես է այդ դեպքում դիմակայելու։ Անջան, այդ հարցին տեսփային չեմ կարող պատասխանել, որովհետեւ դա կախված է նաեւ Էջմիածնիցիներից, քանի մենք դեռ ունենք արխիվում ավականու նիստեր, այդ հարցը չենք քննարկել։ Սևակ Խաչատրյան, շաբաթ խոշորացված համայնքի Էջմիածնի խմբակցության ղեկավար։ Իսկ որ կուսակցություն։ Ես մեր խմբակցությունը Էջմիածին դաշինքով ենք մասնակցել, Էջմիածին խմբակցությունն է։ Դաշինքում երկու կուսակցություն է, Դաշնակցություն եւ Համերաշխություն կուսակցություն։ Եվ Համերաշխություն կուսակցություն։ Ոչ, ես դաշնակցական չեմ, ես նորաստեղծ առաջ Աչակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահն եմ, բայց կուսակցությունը ստեղծվել է մի քանի ամիս առաջ, նախկինում էլ ես մասնակցել եմ որպես դաշինքի առաջնորդ, որպես անկուսակցական։ Դաշնակցության հետ կոալիցիայի դիմացել չեք դատում, որ քննադատությունները որ կան դաշնակցության դված կարող է եւ ազդել վարկանիշը։ Չեմ կարծում, որովհետեւ մենք 21 թվականին համագործակցության արդյունքում բավականին լավ ձայներ ենք ստացել մեր համայնքում։ Արտահերթ ընտրություններ։ Չէ, հերթական ընտրությունների ժամանակ ստացել ենք բավականին բարձր մոտ 38% ձայն ենք ստացել։ Հենց դաշինքով մասնակցության արդյունքում։ Եվ նշեցիք, որ զվարթնություն եք եղել, հա, կաթոլիկոսի դիմավորելիս, էլ ինչն է մնամավատի ֆակցիաները Էջմիածնիցիները պատրաստվում անել իրաջակցություն վեհապարակ։ Մենք նախորդ տարիներում էլ, երբ եկեղեցու դեմ որևէ ոտնձգություն եղել է, մենք արձագանքել ենք հենց խմբակցությունով, նաև Էջմիածնի Գիտեք, եկեղեցուն վերաբերող ցանկացած հարց դա վերկուսակցական հարց է, մենք երբեք կուսակցական քաղաքական հարթության մեջ չենք նայել դա, նայել ենք որպես մեր քաղաքը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, փորձել ենք սատար կանգնենք հայ առաքելական եկեղեցուն եւ հենց հիմա էլ նոր ոտնձգությունների դեպքում պատրաստ ենք եւ անելու ենք։
Դուք հիմա որպես հավատացյալ, առաքելական եկեղեցու հետևորդ ուզում եք իմանալ այն հարցերի պատասխանները, որոնք շրջանառվում են եկեղեցականների մասին։ Գիտեք, սենց պատասխանեմ այդ հարցին։ Բնականաբար յուրաքանչյուր հավատացյալ, յուրաքանչյուր հետևորդ հայ առաքելական եկեղեցու կփորձի այն հարցերը, որը բարձրաձայնում են, փորձի հետաքրքրություն կառաջանա, բայց ես կարծում եմ դա քաղաքական իշխանությունների խնդիրը չի, դա ինչպես Վեհապար Հայրապետն ասեց, եկեղեցու ցանկացած հարց իրենց ներքին կանոնակարգով է առաջնորդվում, եւ ես վստահելով հայ առաքելական եկեղեցուն, իրենց կարծիքը ինձ համար գերակա է։ Ժամանակին Փաշինյանը Վեհապարի հետ սելֆի էր անում։ Դրանից հետո մենք տեսել ենք վերջերս եկել պատարագի էր մասնակցում, այսինքն ինչու հիմա հիշեց այն ժամանակահատվածում, երբ Էջմիածինը առասարակ թիրախավորված է։ Գիտեք, սկսում են ասել, որ Էջմիածինը հայկական չէ։ Ինչու հենց այդ ժամանակահատվածում։ Գիտեք, ընդհանրապես Փաշինյանի գործողությունների մեջ փորձել գտնել տրամաբանություն մի փոքր անշնորհակալ գործ է եւ անհասկանալի։ Ես կարծում եմ ուղղակի այս տարիների ընթացքում իրենք միշտ փորձել են թիրախավորել եկեղեցուն։ Այնպես չէ, որ այդ սելֆի անելու ընթացքում իրենք, այսպես ասած, եկեղեցու հետ ունեցել են շատ սերտ հարաբերություններ։ Իրենք գիտեն, որ հայ առաքելական եկեղեցին միակ, այսպես ասած, կառույցն է մնացել Հայաստանի Հանրապետությունում, որտեղ դեռ ԿՊԱ-ականների ձեռքը չի հասել։ Չեն կարողանում թելադրել եկեղեցուն, չեն կարողանում իրենց քաղաքական շահերին ծառայեցնել։ Հիմա փորձում են դա իրագործել։ Նշեցիք, որ հավատացյալները ինչ-որ թվում այդ հարցի պատասխանը կփորձեն ստանալ։ Դուք անձամբ ուզում եք ստանալ Վեհապարից այդ հարցի պատասխանը, թե ոչ։ Ես նույնիսկ, այսպես ասած, ես Վեհապարին նման հարց չեմ տա, ես դա չեմ համարի բարոյական, տալ նման հարց ամենայն հայոց կաթողիկոսին եւ ցանկացած բարձրաստիճան հոգեվորական։ Այդ հարցը ես կոռեկտ չեմ համարում, որովհետեւ չի կարելի։ Ես գտնում եմ այդպես չի կարելի նման հարց ընդհանրապես տալ։ Այսինքն դա փակ թեմա է, չանդրադառնալ դրան, դրա կողքով անցնել, չտեսնել։ Ոչ թե չանդրադառնալ դրա կողքով անցնել, այլ դա իշխանությունների կողմից բերած կեղծ օրակարգ է, որը պարզապես պետք չէ սպասարկել այդ օրակարգը։ Շնորհակալություն։